2026-ի հունվարի 20-ը Հայաստանի պատմության թանգարանը նշանավորեց Հայաստանը 19-րդ դարում խորագրով մշտական ցուցադրության վերաբացումով։ Միաժամանակ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը յուրօրինակ հաշվետվությամբ ներկայացրեց նախորդ տարվա աշխատանքները, որի ամփոփիչ վիճակագրությունն ու այցելուների թվերը արդեն ինքնին խոսուն ցուցանիշ են։ Նախորդ տարի կազմակերպվել է 100-ից ավելի տարաբնույթ միջոցառումներ, բանախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ, բանախոսություններ, կրթական նախագծեր։ Սա կարծում եմ շատ տպավորիչ մի ցուցանիշ է եւ տարեց տարի ուրախ ենք հայտնել, որ այս քանակական տվյալները ավելանում են։ Մեր այցելուների քանակը շատ տպավորիչ է, ունենք ավելի քան 150,000 այցելու։ Պետք է ասել, որ սա նախադեպ ցուցանիշ է անկախության տարիների մեր վիճակագրության առումով։ 2025-ին թանգարանի հավաքածուները համալրվել են ավելի քան 2800 նոր նմուշներով, իսկ մասնաճյուղերի թիվն ավելացել է եւս 2-ով։ Այս տարի էլ նրանց կմիանան Ծաղկաձորում Օրբելի եղբայրների եւ Մայր Հայաստան զինվորական թանգարանները։ Նախորդ տարում 19,000-ից ավելի հետազոտող ուսումնասիրել է թանգարանի նյութերն ու տեղեկատվական տվյալները, իսկ հրատարակչական նորույթների թվում են թանգարանի հրատարակած 2 նոր հատորներն ու արժեքավոր պատկերագրքերի մի ամբողջ շարք։ Թանգարանը տպավորիչ արդյունքներ է գրանցել նաեւ միջազգային գործակցության ոլորտում եւ նոր նախագծեր է նախաձեռնել նաեւ այս տարվա համար։ 10-ից ավելի համագործակցության հուշագրեր, միջազգային պայմանագրեր, հուշագրեր կնքեցինք բրիտանական թանգարանի նման կարևոր ժառանգության ինստիտուտի հետ, պայմանագիր կա, այս պայմանագրի հիմքով արվեց Լուվրի հետ այս ցուցահանդեսը, Չինաստանի ազգային թանգարանի հետ, որը, եթե չեմ սխալվում, երկրորդ կամ երրորդն է ընդհանրապես Լուվրից հետո իր այցելությունների մակարդակով, Իրանի ազգային թանգարանի հետ եւ շատ հեղինակավոր թանգարանների հետ այժմ մենք ունենք ակտիվ համագործակցություն, հետագա նախագծեր։ Իսկ վերաբացված Հայաստանը 19-րդ դարում խորագրով մշտական ցուցադրության հատվածում ներկայացված են մոտ 200 տարաբնույթ նմուշներ, ձեռագործ գորգ կարպետներից մինչև ազգային տարազներ, զարդեր ու զենքեր, աշխատանքային գործիքներ, կենցաղային իրեր, դրամներ, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմազգագրական շրջանների առանձնահատկությունները։ Նոր հայեցակարգի հեղինակները նաև հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ են գտել ցուցադրությանը հաղորդելով կրթական ուսուցողական բաղադրիչ։ Փորձել ենք որոշակի նորարարական ձևերով իրականացնել, օրինակ, քանի որ այս սրահում նաև տարազները այսպես կարևոր դերակատարություն ունեն, այնտեղ գտնեք նաև այսպես touch screen, որի վրա հնարավորություն կունենաք ինքնուրույն հավաքել առանձին տարազի հատվածներ, այսինքն կրթական որոշ բաղադրիչներ ենք, փորձել ներդնել, նաև քարտեզներ, ինտերակտիվ քարտեզների այս բանն ենք շարունակել, մշտական ցուցադրությունը, այնտեղ հնարավորություն կլինի ինտերակտիվ քարտեզի վրա տեսնել սահմանների, պատմական իրադարձությունների փոփոխությունը։ Եվ արդեն վերջում տարվա ջանադիր աշխատանքի եւ արդյունավետ գործակցության համար շնորհակալագրեր բոլոր գործընկերներին, այդ թվում նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, Լուրեր։